2024 թվականի 11 ամսում Հայաստանում առևտրաշրջանառությունը գերազանցել է 5,6 տրիլիոն դրամը։ Միայն նոյեմբերին 613 միլիարդ 899 միլիոն դրամի առևտրաշրջանառություն է եղել։ Ընդհանուր առմամբ 24 թվականի համար պատկերը դրական է եղել։ Աճ կա, ընդհանուր 18% աճ է։ Եթե նայենք առանձին մեծածախ առևտրում է հիմնականում աճը գրանցվել 25%, փոքր եւ միջին առևտուրը ավելի ցածր տեմպերով է աճել մոտ 8%, իսկ ավտոմեքենաների առևտրաշրջանառությունը ընկել է 7%-ով։ Տնտեսագետ Արմեն Քթոյանն էլ ընդգծում է, որ առևտրաշրջանառությունը դարձել է տնտեսական ակտիվություն ապահովող կարևոր ուղղություն։ Տնտեսագետը ներկայիս թվերը համեմատելով 2019-ի ցուցանիշների հետ արձանագրում է, որ առևտրաշրջանառության կառուցվածքը փոխվել է։ Այն ժամանակ մեծածախ եւ մանրածախ առևտուրը գրեթե հավասարաչափ էր բաշխված։ Կառուցվածքի առումով ու տեմպերի առումով վերջի տարիները տարբերվում են եւ այստեղ դերակատարում ունի ռուս-ուկրաինական պատերազմը, դրանով պայմանավորված այն տնտեսական գործընթացների փոփոխությունները, որոնք որ Հայաստանում մենք տեսնում ենք վերարտահանում եւ այլն։ 2019-ի համեմատ մանրածախ առևտուրը աճել է 400 միլիարդ դրամով, իսկ մեծածախը շուրջ 2 տրիլիոնով։ Տնտեսագետները փաստում են, մեծածախ առևտուրը վերջին տարիներին ընդհանուր ցուցանիշի 60%-ից ավելի է կազմում։ Մյուս կարևոր միտումը, որը որ կա, ավտոմեքենաների առևտուրն է։ 22-23 թվականների ընթացքում աճ արձանագրեց այդ ոլորտը եւ հիմա արդեն վերջին ամիսների ընթացքում նվազումը տեսնում ենք ավտոմեքենաների արտահանումը հիմնական շուկան Ռուսաստանն էր, արտահանումը բազմապատիկ անգամ նվազել է։ Աղասիթ Հավադյանի խոսքով մեծածախ առևտրի 80%-ից ավելին եւ մանրածախի մոտ 75%-ը տեղի է ունենում Երևանում։ Տնտեսագետը բացասական է համարում, որ ընդհանուր առևտրի առյուծի բաժինը իրականացվում է մայրաքաղաքում։ Տեսեք, հիմնականում սննդամթերքի սպառումն է եւ դա մեծանում է մանրածախի մեջ։ Սակայն ու հիմնականում խանութների աճ ունենք, այստեղ այս ամեն ինչի ֆոնին գյուղատնտեսական շուկաների անկում ունենք 7%-ով։ Մասնագետների կանխատեսումներով մանրածախ առևտուրը կպահպանի աճը, մեծածախում հնարավոր է աստիճանական նվազում, իսկ ավտոմեքենաների պարագայում կշարունակվի թվերի անկումը։ Նարեկ Արոշանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։